Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում 2026 թվականի գարնանը, պատիվ է Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին այս որոշմանն աջակցելու համար։ Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ, այս մասին վրացական ԻՄԵԴ-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Քավելաշվիլին։ Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը հայտնել է, որ մայիսի 20-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 9451 անձ, նրա խոսքով 8315 անձ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրեն Վան Կունի գլխավորած պատվիրակությանը։ Կարևորվել են երկրաշարժերի կանխատեսելիության ուղղությամբ գիտատեխնոլոգիական զարգացումները եւ ընդհանրապես երկրի ներքի հետազոտությունները։ ԱՄՆ-ն առաջարկում է 2025 թվականի հունիսի 1-ից սահմանել 50% մաքսատուրք Եվրոպական միությունից ներմուծվող ապրանքների վրա։ Այս մասին Truth Social-ցանցի իր էջում գրել է նախագահ Թրամփը։ Լոկոմոտիվի պաշտպան Նաիր Թիկնիզյանը Sport Express-ին տված հարցազրույցում պարզաբանել է, թե ինչու չի մասնակցի մրցաշրջանի վերջին ակրոնի դեմ խաղին, ինձ ոչ մարզումային գործընթաց չեն հեռացրել, ոչ էլ առաջիկա խաղից։ Ես երկխոսություն եմ ունեցել ակումբի ղեկավարության հետ, որի ընթացքում ներկայացրել եմ դիրքորոշումն ապագայից վերաբերյալ։ Նրանք ընդունել են այդ դիրքորոշումը եւ այդ պատճառով ես չեմ մեկնի խաղին, ասել է Թիկնիզյանը։